Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես նախահասար սուր բացահայտման մասին պարզվում է ծափաթաղում կորած երեխային խեղտամահ է արել հայրը։ Ներքին գործերի նախարարն է հայտարարել։ Լրագրողների հետ զրույցում Արփինե Սարգսյանն ասել է, որ բոլոր վարկածները քննարկվել են, ցավոք 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով սպանություն է, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նախնական տվյալներով 2 եղբայրներ դուրս են եկել հանդիպել հորը, որը խեղտել է երեխային։ Հայրը նշել է, թե ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով սպանությունը։ Երեխայի հայրը ձերբակալվել է։ Երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պայծրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով 2 եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Շարունակենք, Ալիևի հայտարարությունները պաշտպանության նախարարը չի մեկնաբանել։ Սուրեն Պապիկյանն ասել է, որ այնինչ չի լսել ու կարդացել չի կարող մեկնաբանել։ Հիշեցնեմ, Ալիևն այսօր հայտարարել է, թե Սևանան լիճ չկա, կա Գյոյչա լիճ։ Ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր չպետք է վախեցնի հայերին, ասել է Ադրբեջանի նախագահը։ Անկեղծ ասած, ես սովորություն չունեմ մեկնաբանել մի բան, որ ինքս չեմ լսել կամ չեմ կարդացել։ Ես ինքս կկարդամ ըստ անհրաժեշտության մյուս առիթի ժամանակ դրան կպատասխանեմ, բայց այն որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն է։ Ներքին գործերի նախարարը խորհրդարանում էր մասնակցելու բյուջեի քննարկմանը։ Արփինե Սարգսյանն արձագանքել է Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին, որը հետաքրքրվել է Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով։ Նկատելով, որ եթե հարցը վերաբերում է իշխանական որևէ գործ չի, ոստիկանությունը խիստ համաչափ է գործում։ Ընդդիմադիր համայնքապետերին վերաբերող խնդիրների դեպքում ոստիկանության վերաբերմունքն այլ է։ Փետրվարյան դեպքերից հետո հենակետեր են դրվել տների մոտ, բայց ոստիկանությունը չի կարող ամիսներ շարունակ մեկ ոստիկանի կանգնեցնել ինչ-որ մեկի տան մոտ եւ պահպանել։ Հիմնական կատարողը բացահայտվել է, անձը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Աննա Գրիգորյանը դարձյալ հարցրել է. արդյոք հնարավոր չէր 6 ամսում կանխարգելել։ Ըստ նրա նախարարը պատասխանատվություն է կրում չբացահայտելու համար։ Երբ հերթը հասնում է իշխանության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը, ակնհայտ է, որ դուք բոլոր միջոցառումները ձեռնարկում եք։ Նույնիսկ Արքալույց քահանայի դեպքում այս պահին ոստիկանական ուժեր կան, եկեղեցու կողք, որ նրա անվտանգությունն ապահովեն։ Բայց օրինակ ընդդիմադիր համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի դեպքում, երբ կոնկրետ սպանություն իրականացնող անձը համենայն դեպս ինքը խոստովանել է, որ սպանություն է իրականացրել, տվյալ համայնքում կրակել էր սովորում։ Այսինքն այդ նույն համայնքում մարդը կրակել է սովորում, տարբեր գործողություններ է իրականացնում մինչև սպանության բուն օրը եւ բարձում է դա հնարավոր չի եղել կանխարգելել։ Այդ ինչպես է ստացվում, որ երբ հերթը հասնում է իշխանության ներկայացուցիչներին, բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկում եք, իսկ կոնկրետ ընդդիմադիր համայնքապետի դեպքում, երբ ակնհայտ էր, որ այնտեղ խնդիր կա, չեք կարողացել կանխարգելել եւ թույլ տվեք ասել, որ այո, այդ սպանության պատասխանատուներից մեկը առնվազն չկանխարգելելու մասով դուք
կարիք եք հանդիսանում։ Ես ուզում եմ սա դուք բաց ներկայացրեք։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ նախարարության կառուցվածքում գործող պետական մարմինների համար տարբերություն չկա։ Գործ ունենք ընդդիմադիր գործչի հետ, թե գործ ունենք իշխանական գործչի հետ։ Սա շատ հստակ է։ Բայց ես ուզում եմ նորից շեշտել, որ ինչքան էլ մենք հանրային տիրույթում անընդհատ ասենք, որ Փարաքյար համայնքում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են, եւ այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ որ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով որ հիմնավորվում է մոտիվը կոնկրետ կատարված հանցագործության եւ դա եղել է այո, որպես փետրվարյան իրադարձության շարունակականություն։ Հաջորդ Կիրակի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն վարչապետը կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին, որտեղ կաղոթեն բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Facebook-յան տեսաուղերձով։ Հաջորդ Կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին, որի ընթացքում մենք աղոթք կբարձրացնենք առ Աստված մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության եւ հանգստության համար։ Իսկ այս ընթացքում Մայրաթորը հայտարարել է, որ Թալինի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայրաթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Հիշեցնեմ, Տեր Թադեն կոչ էր արել նախորդ երկու կիրակիները մասնակցել Հովանավանքում տեղի ունեցած պատարագներին, նաև հայտնել, որ եկեղեցու սպասավորներից շատերը լռում են կարգալուծության պատժի վախից, երբեմն չհասկացվելու եւ միայնակ մնալու մտահոգությունից։ Ակնհայտ է, որ կարգալույծ կաթողիկոսը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, որոնք ուղղակի իր թրիտակով չեն անցնում, համաձայն չեն այն ամբողջ պղծության ծավալին, որն արտադրում է ինքնույն շրջապատը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է ասել, անդրադառնալով Մայրաթորի հայտարարությանը։ Ակնհայտ է, որ հետապնդում է, գերակնհայտ է դա ուղղակի, որ կարգալույծ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր որ ուղղակի իր թրիտակով չեն անցնում։ Ուղղակի համաձայն չեն այն ողջ անբարոյականության ու պղծության ծավալին, որը արտադրում է ինքը ու իր շրջապատը մերձավոր։ Գուցե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի այդպես ցուցադրաբար պատարակների գնալ, որպեսզի քահանաները հերթով կարգալույծ չարվեն։ Իսկ գուցե պարզապես քահանաներին կարգալուծության չակերտավոր կարգալուծության տանող ինչ որ ինքնաբերաբար կարգալույծ եղած մեկը հեռանավ է արանից ուղղակի, որպեսզի էլ այդ հարցին մենք չբախվենք այս միջև առհասարակ էլ, որտեղ պատկերացնում եք ինչքան աբսուրդ է, որ ուղղակի քահանաներին կարգալույծ են փորձում անել այն բանի բերումով, որ նրանց մատուցած պատարագին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Դա աբսուրդ է։ Սա այն մարդիկ են, որ օրինակ շատ հաճույքով ձեռք են սեղմել տարատեսակ հանցագործների հետ։ Շատ մեծ հաճույքով պատարագ են մատուցել նրանց առաջ, իդեպ լավ են արել։ Որովհետև քրիստոնեությունը այդ խտրականությունը չի դնում։ Քրիստոնեությունը քահանաներին չի ասում, այ գիտես, ինչ դու ընտրի ում պատարագ մատուցես, ում չէ։ Իշխանությունը հայտարարում է, որ հեծի ներսում քրեական սխեմաներ են գործել։ Հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն ասել է, որ վարույթը պետք է տևեր 3 գումարած 1 ամիս, հարց է բարձրացրել, ինչու երկարացվեց եւս 1 ամիս։ Ղազինյանը հարցի պատասխան ունի, ասում է, ոչ մի բան չեն գտել, կարող է գտել են ինչ-որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու տուժի նկատողության հարց կարող են առաջացնել, բայց լիցենզիայի զրկելու հիմք չեն գտել։ Ակնհայտ է, որ նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին։ Ուղղակի մի բան չեն հաշվում, որ չի հաջողվել, հայտարարել է Ղազինյանը։ Լիցենզիայի զրկելը դա անձին մոտավորապես նույնականացնելը, եթե գնանք քրեական գործով, դա անձին ցամա ազատազրկելն է։ Պատկերացրի, չէ՞, այսինքն այնտեղ սանկցիան ինչ է պարունակում։ Ինչ որոշ հոդվածների դեպքում որոշակի պատժամիջոցներ։ Երբևէ հեծում չի եղել այդպիսի արարք կամ այդպիսի գործողություն, որը ենթադրեր ոչ թե լիցենզիայի զրկման, դրան մոտ որևիցե պատժ։ Հայտարարում եմ ամենայն պատասխանությամբ։ Իրենց այս ժողովրդի այսպես
հույզերի հետ են խաղում իրանք ընդհանրապես, որ տեսեք իմիջիայլոց բան չի փոխվել, եթե ավելի չի վատացել, այդ նույն հոսանքազրկումների պահով, վերջը ես էլ եմ հետևում, չեմ ուզում այսպես ջրաղացին ջուր լցնել, բայց ամեն դեպքում ես էլ եմ հետևում, իմ տունն էլ է վերջը Երևանում, բոլորս տեսնում ենք, չէ՞ որ անդադ մի հատ անձրև նորից հոսանքազրկում, մարդիկ գրում են համապատասխան սուբյեկտի անունը տալով, տարբեր անուններով անվանակոչելով, ուրա մեր լույսը ինչ եղավ եւ այլն, այսինքն դա մենք չենք կազմակերպում, բոլորս ապրում ենք այս քաղաքում եւ հասկանում ենք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին է արձագանքել վարչապետը, ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է Հայաստանում ու Ադրբեջանում մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն խորագրով համաժողովին։ Ըստ վարչապետի սա չի նշանակում, որ պետք է մոռանալ պատմությունը, բայց չպետք է նաև դառնալ պատմությունը վերարտադրող։ Հիշեցնեմ, երեկ Ալիևը հայտարարել էր, թե 20-րդ դարասկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյիչ լիճը, ասել էր Ալիևը։ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեվ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Հա, ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա, եթե ես այսպես վարվեմ, եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որտեղ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասացի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասացի, Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ վերաբերվում է վերադարձի թեմային, պատմական հայրենիքի կոնտեքստ, դա շատ վտանգավոր բան է, որովհետև ընդ որում ընդհանրապես արդեն ասացի խաղաղության տրամաբանության համար, որովհետև եթե պատմությանն ենք հղումանում, պետք է նաև բան անենք։ Տեսեք, ասում ենք 2025 թվականի օգոստոսի 8։ Այդ կոնկրետ կարող ենք ասել ամիս, ամսաթիվ եւ մեկնարկային կետ։ Կարող ենք ասել 2024 թվականի ցավոք չեմ հիշում կանոնակարգը երբ հաստորագրվել, սեպտեմբերին եւ հոկտեմբերին վավերացվել է, կարող ենք կետը ասել։ Եվ կարող ենք ասել, այսա քաղաքական մեկնակետը, որի վրա կառուցվում են մեր process-ները։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Մեր թվարկությունից առաջ 70-ականները օրինակ կարա լինի այդ պատմական հայրենիքի մեկնակետ։ Կարա լինի, թե չէ լինի։ Այսինքն որը մեկը համաձայնա, նախ այս հարցը ճշտենք։ Մեկը կասի 50 տարվանն է, ասցի, կան ուժեր եւ մարդիկ, ովքեր ասում են ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, լեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, մարտից նոյեմբեր ընկած ժամանակաշրջանը։ Դրանից ավելի լեգիտիմ հենք պատմության գոյություն չունի։ Եվ կհիմնավորեն մարդիկ։ Մի մասը ասում է 500 տարի առաջ։ Եթե ուշադիր լինենք, եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ շատ լուրջ չեք ընկալի, կամ Մոնղոլիան կարող է մեզ ասի մի հատ
Շատ լավ, եկեք բան ունեմ ձեզ ասելու։ Վերջերս եմ ես Մոնղոլիայում եղել եւ ուզում եմ իրանց հետ նորմալ հարաբերություն, այդպես վախ վխելով կամած զգույշ գնացել եմ հանկարծ չասեն, այս մեր ինչ կա մեր դրանից առաջ Իրանը կարա ասի, ես ինչ եք քննարկում։ Ընդ որում երբեմն ես ձեզ ասեմ, մի այսպիսի զավեշտալի պատմություն ա եղել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Ուրեմն մի բանավեճի ժամանակ, չասեմ որտեղ ա տեղի ունեցել այդ բանավեճի եւ մասնակցությամբ, կողմերից մեկը մյուս կողմին ասել հա հիմնավորելու համար իր քաղաքական դիրքորոշումը, ասելա դու գիտես, որ մեր լեզվով զանգ նշանակում է զանգ։ Կողմերից մյուսը ասել է, դու գիտես, որ մեր լեզվով էլ է զանգ նշանակում զանգ։ Ու ընդհանրապես հետո պարզվել է, որ այդ զանգը պարսկերեն է նշանակում զանգ։ Հիմի ումն է պատմական ճշմարտությունը։ Ումն է պատմական ճշմարտությունը։ Արաբական երկրները, Բյուզանդիան, հույները, որ սկսեն մակեդոնացուն հիշել ընդհանրապես, Հռոմը, իտալացի մեր գործընկերները, այսինքն մենք ուր կհասնենք։ Պետք է արդյոք կաթողիկոսը հեռանա, հարցին պատասխանել է կրթության նախարարը։ Ժաննա Անդրեասյանը կիսում է կառավարության քաղաքականությունը, կարծում է եկեղեցում իսկապես բազմաթիվ խնդիրներ կան։ Ես կառավարության անդամ եմ եւ կիսում եմ կառավարության վարած քաղաքականությունը, ինչպես էլ պետք է լինի։ Ինձ ոնց որ այս մասին արդեն հարցրել եք, իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես գտնում եմ, որ մեր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, շատ կարևորում եմ, որ հոգևոր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի, այսինքն դա առաջին հերթին լինի հոգևորի մասին։ Չեմ կարծում, որ այս պահին այն ինչ տեղի ունենում կապ ունի հոգևորի հետ, դա ինձ ինչպես եւ ցանկացած մեր երկրի քաղաքացու խորը ցավ է պատճառում, ես հույս ունեմ, որ այդ իրավիճակը արագ կհանգուցալուծվի եւ կարծում եմ, որ առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում հոգևոր կյանքի նորոգման գործընթացը եւ իմ կարծիքով իմ պատասխանը հստակ է։ Իսկ ազգային ժողովում շարունակվել են բյուջեի քննարկումները։ Ֆինանսների նախարարին հարց է ուղղել ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Պատգամավորին մտահոգում է գրադարանավարների ցածր աշխատավարձը։ Գառնի պոակի տնօրենը 5 միլիոն դրամ պարգևավճար է ստացել, գրադարանի աշխատողն ինչ անի, հարցրել է Գալստյանը։ Վահե Հովանիսյանն արձագանքել է։ Այս մարդկանց մենք համարյա թե գամել ենք աղքատության շեմին, եւ եթե միջինացված մի գումար ասեմ նրանց աշխատավարձի, լավագույն դեպքում միջինացված ցուցանիշն եմ ասում, 83000-ը լավագույն դեպքում չի անցնում, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք ընդհանրապես 70000-ի միջակայքում են աշխատավարձ ստանում։ Եվ ես ցավում եմ այս պահին ձեռքը չկա, ես բյուջեի քննարկման լիագումարի ժամանակ ցույց կտամ, որոշ պոակների տնօրեններ շատ ավելի առատորեն են օգտվում սրանից, նկատի ունեմ արտաբյուջետային միջոցներից եւ ձեռքս ընկավ մի հաշվետախտակ աշխատավարձի պոակների տնօրենի, որտեղ Գառնու պոակի տնօրենը 5 միլիոնի պարգևավճար էր ստացել։ Ասենք թե եթե նրա բախտը բերել է եւ ինքը հայտնվել է Գառնի պատմամշակութային արգելոցի տնօրեն, որը մեր համազգային ժառանգության հատվածն է, տվյալ պարագայում, ուրիշների հետ չեմ համեմատում, կարող է այդպիսի տնօրենն է, այդպիսի աշխատավարձ պարգևավճար ներողություն արտաբյուջետային, բայց նույնը գրադարանների պարագայում եւ որոշ թանգարանների ուղղակի անկարելի է։ Եվ պետության պոզիտիվ պարտականությունն է նաեւ այս ոլորտում սոցիալական հավասարություն, արդարություն եւ մեր համար մի մթնոլորտ ստեղծելու, որ մարդիկ ուզենան այդ ոլորտում կրթություն ստանալ նախ, հետո գնալ եւ աշխատել։ Այսինքն ձեր մոտեցումը բացարձակապես կառավարության մոտեցումը բացարձակապես արդարացված չի, գրադարանի աշխատողին գամել, ասել գնա ծառայություն մատուցի, ինչ պիտի անի։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր հարցը ինչին է վերաբերում, բայց այստեղ մի փոքր հակասություն եմ տեսնում, որտեղ դուք մի կողմից ասում եք, որ սա հոգևոր ոլորտ է, իսկ ես կարծում եմ, որ հոգևոր ոլորտը պետքա կենդանի լինի։
Երկրորդը դուք խոսում եք սոցիալական հարցեր լուծելու մասին, սոցիալական հարցեր չենք լուծում սրանով, որովհետև մենք խոսում ենք ծառայությունների տրամադրման մասին, պետական ծառայություն տրամադրելու մասին, դա կլինի հոգևոր ոլորտում, թե ֆինանսական, դա այլ հարց է։ Եվ մենք այս պրիզմայով պետք է նայենք ցանկացած բյուջետային ծախսին։ Մենք այդ ծախսը անելով ինչպիսի ծառայություն ենք մատուցում, սոցիալական, հոգևոր, թե մեկ այլ։ Եթե մենք այդ ծառայությունը մատուցում ենք, հետևաբար այդ ծառայության մատուցման չափը, ձևը, որակը պետք է գնահատենք եւ հասկանանք, թե ինչ անենք, որ օրինակ ձեր նույն նշած գրադարանները ավելի կենսունակ լինեն։ Եվ եթե դուք ասում եք օրինակ գրադարանավարը ինչ պետք է անի, եթե ոչ մեկին պետք չի գրադարանը, այդ դեպքում այսինքն ձեր հարցը այդտեղ է, այսինքն եթե գառնին ինչ որ մեկին պետք է գնում են եւ գումար են վճարում եւ գրադարանը ոչ մեկին պետք չի, ոչ մեկ չի գնում, ոչ մի բան չի վճարում։ Դուք խնդրում եմ եղեք, իմ հարցադրումը այդպեսին չէ։ Եվ այսպես Հայաստանը չի կիսում այն ընկալումը, թե երկրի սահմանադրության մեջ կարող է լինել որևէ դրույթ, որը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի համար։ Արտգործնախարարն է պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին։ Արարատ Միրզոյանն ասել է, որ սահմանադրական դրույթների շուրջ քննարկումները դուրս են խաղաղության գործընթացի շրջանակից, այն որ կա խնդիր մայր օրենքի հետ ներհայաստանյան օրակարգ է։ Ուզում եմ շատ ուղիղ եւ անկեղծ պատասխանել ձեր հարցին, այսինքն ոչ թե ուղիղ պատասխանել ձեր հարցին, այլ ուղիղ եւ անկեղծ կիսվել մի տպավորությամբ, որը ունեցա, երբ դուք հարցը տալիս եք։ Նախ ողջունում եմ ձեր մասնակցությունը այստեղ եւ հարց տալու հնարավորությունը, բայց անկեղծ ասեմ, ես կմտածեի, թե Երևանում գտնվող ադրբեջանական ինֆորմացիոն գործակալության լրագրողը երևի այլ հարց կտար, չգիտեմ, այստեղ երևի դուք Պարզ է, ինձնից ավելի լավ եք ձեր հայտակրությունների շրջանակը պատկերացնում, բայց ես կհարցնեի երևի մի բան, որը չէր լինի, օրինակ պաշտոնական Բաքվի խոսույթը կամ, չգիտեմ, թեմա, որը նաև ես հնարավորություն եմ ունենում քննարկելու կամ լսելու իմ ադրբեջանցի գործընկերների կողմից, դա հաստատ չէր լինի սահմանադրության վերաբերյալ։ Բայց կրկին այստեղ ես իմ շատ թյուր պատկերացումը գուցե ունեմ լրագրողական հետաքրքրությունների մասին։ Բայց քանի որ հարցրել եք, իհարկե անպատասխան չեմ թողնի, ուրեմն հնչեցվել է այս հարցը նաև հրապարակավ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից եւ մեր պատասխանը շատ միանշանակ է։ Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ես նշեցի արդեն, խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, հրապարակված է, ստորագրված է, բայց կան հարցեր նաեւ, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Մենք չունենք անգամ համաձայնությունների մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որը ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է եւ հետեւաբար մենք եւ Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները եւ կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային։ Չկա այդպիսի բան։ Ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն կա օգոստոսի 8-ից, բայց իհարկե չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական եւ վերջին հայտարարությունը դրանցից մեկն է։ Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է ասել, անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։ Ռուբինյանը շեշտել է, խաղաղությունն այն է, երբ ռուսական ծագման ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով ներմուծվում է Հայաստան։ Նախ ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8-ից։ Իհարկե չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական, այդ հայտարարությունը ձեր նշած դրանցից մեկն է։
բայց մենք կարծում ենք, որ եւ ինչպես գրառմանս մեջ նշել եմ, եթե հետ գնանք տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ տեսնենք, բայց հետ գնալ պետք չի, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման եւ պահպանման ձևը։ Ես պետք է ասեմ, որ երեք մի քաղաքացի մի գրառում էր կատարել կամ մեկնաբանություններ կատարել մի գրառման տակ, ասում էր Ալիևը ասում է, որ քարտեզում Սևան չկա, գյոկ չա է, դա է խաղաղությունը։ Մի կողմ թողնենք, որ քաղաքացին սխալ էր մեջ բերել, Ադրբեջանի նախագահ ասել էր, որ ցարական քարտեզներում Սևան չէր, գյոկ չա էր, ոչ թե այս պայմաններ խոսում, բայց դա մի կողմ։ Եվ ես նրան պատասխանեցի, որ ոչ, խաղաղությունն այն է, երբ որ ռուսական ծագման ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով գալիս է, ներմուծվում է Հայաստան։ Եվ դա է խաղաղությունը, եւ դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել երեք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատեց, որ ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Սա հասկանում եք ինչ, եւ սա ի հավելումն արդեն իսկ հայտարարված ղազախական ծագման ցորենի, որը կրկին Ադրբեջանի տարածքով երկաթուղով գալիս է Հայաստան։ Սա ես առանց չափազանցության եմ ասում, սա պատմական իրադարձություն է եւ այսպիսի բան վերջի անգամ եղել է 1991 կամ երևի 92 թվականին, այսինքն պատերազմի ակտիվ փուլից առաջ։ Երրորդ նախագահը խաղաղություն չի տեսնում։ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Սերժ Սարգսյանն է պատասխանել լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանով ցորեն է հասնում Հայաստան, խոսվում է խաղաղության մասին։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սարգսյանի գործով դատական նիստը, որը նախատեսված չէր։ Նիստից հետո էլ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք պատրաստվում է նախագահը լքել երկիրը, Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե անգամ իմանար, որ իրեն մահապատժի են ենթարկելու, մնալու էր, քանի որ սա իր երկիրն է։ Ձեզ թվում է, թե ես նման եմ մարդով կարա փախչի։ Դա մեկնաբանություն է արդեն։ Դա մեկնաբանություն չէ, դուք ինքներդ պետք է իմ փոխարեն մեկնաբանեք։ Ես որտեղից եմ փախել, որ ստեղից փախնեմ։ Դրա համար ուզում եմ հասկանալ։ Ես ասեցի, որ նույնիսկ եթե ես վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախել, ես իմ երկիրն է, ես իրանց երկիրը չէ։ Իմ երկիրն է։ Ես իմ երկրից ուր պետք է փախչեմ։ Ինչ օպերատիվ տվյալներ։ Այդ օպերատիվ տվյալներով ես արդեն փախած պետք է լինեի վաղուց։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի գործով ցանկացած դատավարություն, երբ որ դիտարկում ես պարզագույն էլեմենտար առումով, ակնհայտ է, որ պրոցեսներում եթե նույնիսկ կան էլ այսպես կոչված պաստավնոյ դեմքեր, որոնցից ցուցմունքներ են կորձել, դրանք կամ նախաքննական փուլում, կամ դատական փուլում միանգամից ամբողջությամբ մեջ փլուզվում է։ Մի կողմից կան գործեր, որոնք անընդհատ կարվում են եւ համալրում են Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, կան գործեր, որոնք օրինակ այսպես կոչված դիզելի գործներ, որով Սերժ Սարգսյանին արդարացրեցին, բայց այդ դատավորին, որ արդարացրել էր, նրա նկատմամբ կարգապահական ուժեր կիրառեցին, հետագայում համակարգից դուրս թողեցին։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը կներդրվի 2026-ի հունվարից։ Այս թեմայով վարչապետն ու առողջապահության նախարարը քննարկում են ունեցել։ Մենք վերլուծել ենք Հայաստանում հիվանդացությունը, մարդիկ ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում եւ մահացությունը ինչի հետ է կապված։ Այս հիվանդությունների շարքը առանձնացրել ենք եւ այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացրել ենք ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք նախ կյանք փրկող են, մեզ զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են, որ վաղ հայտնաբերենք, այսինքն մենք առաջին անգամ շեշտադրումը արդեն տանում ենք կանխարգելման, վաղ հայտնաբերման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։ Եվ հաջորդիվ արդեն, ինչպես ասեցի, նաև նայել ենք, թե Հայաստանում առկա ծառայությունների ինչ շրջանակ ունենք, սարքավորումների, բուժանձնած կազմի առումով, եւ այս մեթոդաբանությամբ ձևավորել ենք հենց ապահովագրական փաթեթը։ Հիմա կներեք շահառուների խմբերին անդրադառնանք, որովհետեւ մենք ի սկզբանե ունենալու ենք շահառուների խմբեր, որոնց փաթեթների գինը վճարվելու է ուղիղ պետական բյուջեից եւ լինելու են շահառուներ,
ովքեր massam կամ ամբողջությամբ կվճարեն իրենք։ Նախ այդ սկզբունքներ ֆիքսենք, որ բոլորի համար փաթեթի արժեքը նույնն է, այսինքն փաթեթի արժեքը եւ բոլոր քաղաքացիները եւ բոլոր քաղաքացիների համար եւ փաթեթը եւ փաթեթի գինը նույնն է լինելու, արդեն տարբերություն լինելու է, թե ում համար ով է վճարում եւ ինչ չափով։ Այո։ Հիմա նաեւ հետևյալը արձանագրենք, որ փաստորեն հունվարի 1-ից շահառուներ, որոնց համար ուղիղ պետական բյուջեից վճարվելու է մինչև 18 տարեկանները, ճիշտ է։ 65 տարեկանից ավել, 65 տարեկան եւ ավելներ, այսինքն լրացած անձը, 65 տարին լրացած անձը եւ ավել տարիք ունեցողները հաշմանդամության խմբերի հետ կապված եւ սոցիալական էլ ինչ շերտեր ունենք, որպեսզի 8-ից 65-ի մեջ ընկած տարիքային խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն։ Այո, մենք երրորդ կարգներ ենք ներառել եւ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը, ծանր, խորը եւ միջին գնահատման համակարգերը։ Սոցիալական անապահովության գնահատման համակարգով 28 բալից ավել ունեցող քաղաքացիները եւս այս 26 թվականի մեջ բոլոր անդամներ, երեխաները դեռ երեխաները 65-ից ավել է արդեն, եթե ասենք հաշմանդամություն ունեցող անձ կա արդեն, այսինքն ստացվում է, որ այդ համակարգը մեծ հավանականությամբ արդեն ուրիշ հոդվածներով արդեն ներառվում է։ Եվ մենք հենց դրա համար էլ ամենագլխավոր բազային ֆիլտրը վերցրել ենք տարիքը, որպեսզի նախ շատ պարզ լինի, որ խմբերն են, եւ այսպես ինչպես ասեցիք, մինչև 18 տարեկանը արդեն անկախ իր թե սոցիալական վիճակից, թե կարգավիճակից, հաշմանդամություն ունենալ չունենալուց, արդեն մեր համակարգի մաս է կազմելու։ Հիմա պաստորեն բացի նշված սոցիալական խմբերից շահառու են դառնում նաև 200,000 դրամից բարձր աշխատավարձ 200,000 դրամ եւ բարձր աշխատավարձ ստացող անձինք Շարունակենք ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու եղբայրները ժամանակավորապես տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից։ Որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստում։ Հիշեցնեմ, երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին քննություն։ Մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Եվ այսպես Հայ առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի, վարչապետն է հայտարարել։ Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել. արդյոք կուսակրոնության ուխտը խախտողը կարող է լինել կաթողիկոս։ Վարչապետը նաև վերահաստատել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի վերաբերյալ պնդումը, որն ավելի վաղ արել էր ազգային ժողովում։ Հիշեցնեմ, Փաշինյանն ասել էր, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը KGB-ի գործակալ է։ Փաշինյանը խոսել է նաև Պուտինի կողմից նրա պարգևատրման մասին։ Ռուսաստանի ազգային միասնության օրվա առթիվ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան էր հանձնել Եզրաս arczepiskopos Ներսիսյանին։ Կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է եւ իմիջայլոց հարգելի գործընկերներ, ես էլի զարմանում եմ, որ այսքան մեր հարգելի լրագրողները այդքան քննարկում են այդ հարցը, բայց տենց էլ պարզաբանում չի ակնկալվում ոչ կտրիչ Ներսիսյանից, ոչ իր եղբորից, այդ փաստերի առիթով։ Ասենք հիմա կտրիչ Ներսիսյանը երկու հարց պետքա պարզաբանել, երկու հարց, որը պետքա ունենա շատ կոնկրետ պատասխան։ Հարց 1. Եթե կտրիչ Ներսիսյանը երեխա ունի եւ այդ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո ինքը կարող է լինել զբաղեցնել ամենայն հայոց կաթողիկոսի գահը։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Ասենք որը մեկ ինչի չի որևէ
փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ ես հարցը տալիս, եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ, կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտ ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող, որովհետև այսօր իմ արձանագրումը ուզում եմ, որ ճիշտ լինի, Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի, Հայաստանյա ծառայելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս, կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում, ես այն օրը մի քննարկման ժամանակ հետևյալ օրինակն էի բերում, օրինակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է ասում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձը։ Հիմա եթե ասենք օրինակ պարզվի, որ ես բանի, չգիտեմ, ուրիշ երկրի քաղաքացի եմ, եւ դրա հիմնավորումները ունեն անձնագիր եւ այլն, այդ պահի եւ այդ փաստի բերումով չեմ կարող ես վարչապետ լինել։ Նույն կերպ էլ կաթողիկոսը երեխա ունենալու բերումով չի կարող կաթողիկոս լինել։ Նա Կտրիչ Ներսիսյան է, դրա համար ենք մենք ասում Կտրիչ Ներսիսյան, որովհետև նա կաթողիկոս չի։ Ինչ վերաբերում է պարգևատրման փաստին, չունեմ մեկնաբանություն, ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է։ Այդ թվում եւ հայաստանցի եպիսկոպոսին։ Համենայնպես մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվի, որ պարգևատրված անձը նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի, դա էլ պետք չի բացառել։ Հայաստան է ժամանել հացահատկով բեռնված գնացքը, որն անցել է Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ մինչև հունվարի վերջ ևս 132 երկաթուղային վագոն ցորեն կուղարկվի Հայաստան, Ադրբեջանի տարածքով։ Գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով, այսինքն երկաթուղային երթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել եւ իհարկե հակառակ ուղղությամբ էլ չեն գնացել եւ այդ առումով այսօր պատմական օր է ռուսական ցակման ցորենը Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով եկավ Հայաստանի Հանրապետություն, առաջիկա օրերին սպասում ենք նաեւ Ղազախական ցակման ցորենը, որը այս պահին Ադրբեջանի տարածքում է եւ ըստ էության կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է եւ սա շատ կարեւոր էական նշանակություն ունի բնականաբար մեր տնտեսական քաղաքականությունների եւ լոգիստիկ քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության գործնական արտացոլումն է արդեն հողի վրա եւ տնտեսական առաջին ըստ էության արդյունքներից մեկը եւ բնականաբար մենք հույս ունենք, որ այս process-ը զարգացում կապրի եւ բնականաբար ինչպես խաղաղությանը, այնպես էլ խաղաղությանը ուղեկցող բոլոր տնտեսական նախաձեռնությունների նկատմամբ պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք, որպեսզի դրանք բազմապատկվեն, մեծանան, հզորանան եւ դրանով նաեւ բնականաբար մեր պետության դիմակայունությունը ավելացնենք։ Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ եւ նրան խնդրել է կիսվել 3 մտքերով։ Մեջբերում եմ. Արցախը եղել է, կա եւ կլինի, հավատացեք ինքներդ ձեզ, որպես Աստծո մի մասնիկի, բարության եւ լույսի մեջ։ Իսկական հերոսը նա է, ով ունակ է հույս արթնացնել այնտեղ, որտեղ այն չկա, ով հենարան է դառնում նրանց համար, ովքեր կորցրել են հավատը, ասված է ուղերձում։
Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը դեռ չսկսված 15 րոպեով ընդմիջվել է, քանի որ պաշտպաններից մի քանիսն ու հանրային մեղադրողները չէին ներկայացել։ Այնուհետև նախքան ընդմիջումը պաշտպանները ներկայացել են դատարան։ Ընդմիջումից հետո Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ի լրում նախորդ նիստի ներկայացված միջնորդության եւս մեկ միջնորդություն է ներկայացրել գրավի գումարի չափն ավելացնել շուրջ 25 միլիոն դրամով։ Նիստը շարունակվել է դռնփակ։ Արամ Վարդևանյանն ավելի ուշ մանրամասներ է ներկայացրել։ Հանդես է եկել միջնորդությամբ դեռևս հոկտեմբերի 30-ին, որը վերաբերում էր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելուն, միաժամանակ նաև այլընտրանքային խափանման միջոցներ, տնային կալանք, գրավ, համակցված բացակայելու արգելքով եւս կիրառելուն։ Կբացահայտեմ նաև, քանի որ իրենից ունեմ համաձայնությունը, անհրաժեշտությունը, հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի հայրը, Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, ով 85 տարեկան է, գտնվում է բժշկական կենտրոնում։ Այս ժամանակահատվածում նաև առողջական լրջագույն խնդիրներ է ունեցել, որի ողջ դետալները փոխանցվել էին դատարան։ Եվ դուք պատկերացրեք մեզ մոտ մարդասիրության որպես սկզբունքի ինչ աստիճան ճգնաժամ կա, որ այս միջնորդության դեմ առարկեցին դատախազները, որ գիտակցում են վստահ եմ, որ 85 տարեկան Լավրենտ Սարգսյանը Արթուր Սարգսյանի հայրը, ով մինչ այս պատմությունը առողջական խնդիրներ չի ունեցել։ Այս ժամանակահատվածում տեսնելով որդու նկատմամբ տեղի ունեցողը իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել։ Արթուր Սարգսյանի մոտ առողջական խնդիր չի առաջացել։ Եվ պատկերացրեք այս պայմաններում նշված միջնորդությունը մերժվում է։ Ազնվորեն եմ ասում, չեմ պատկերացնում ինչը պետք է լինի։ Օրերս Սահմանադրական դատարանը որոշման արձանագրում է, որ տնային կալանքը իր ինտենսիվությամբ նույն կալանքն է։ Պարզապես օրինակ այդ ժամանակ կարող է մարդասիրության երաշխիքը սկզբունքը պահպանվել։ Բայց այս դատարանի համար դա նշանակություն չունի, հանրային մեղադրողների համար նշանակություն չունի, սա փաստ է։ Գաղափար չունեմ։ Հրդեհ է բռնկվել Կոմիտաս 60 կոտորակ 2 հասցեում Երևան City սուպերմարկետի շենքում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր եւ այլ խանութներ։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգստացել է ժամը 11-ին, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, հրդեհը բռնկվել է շինության տանիքում։ Մարդկանց տարհանել էին, շենքի տարածքից ոստիկանները մի երիտասարդի էին բերման ենթարկել։ Ծխահարության հետևանքով 2 փրկարար առաջին օգնություն է ստացել։ Մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Պատճառները կպարզվեն փորձաքննության արդյունքում, լրագրողների հետ զրույցում նշել է փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը։ Իսկ սուպերմարկետն անցել է բնականոն աշխատանքի, հրդեհը մարվել է 13-ից 54-ին։ Հիմա ասեմ ձեզ, որ հրդեհը մեկուսացված է, իրականացում է հետհրդեհաշիժման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ են կանում հրդեհի հետհրդեհաշիժման հետ կապված։ Առայժմ այսքան։ Ողքի կառույցները բնականոն աշխատանքը շարունակել։ Մեր ավարտելուց հետո իհարկե կարող։ Հանցուցնեն KFC-ում է, հա, հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքից է։ Վնասների մասին մենք այս պահին չենք կարող ոչ մի բան ասել, մինչև չիրականացվի ուսումնասիրություն չեն կարող ասել։ Տուժած քաղաքացիների մասով։ Տուժած քաղաքացիներ նախնական այս պայդրությամբ չկա, բայց սա խիստ նախնական է։ Մոտավորապես ինչքան տարածք կա այրվել, վնասվել։ Դեռևս չեն կարող ասել, ավարտելուց հետո չափագրումներ կիրականացնի փրկարար ծառայությունը կտեղեկացնի։ Հրդեհ է բռնկվել նաև Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում, ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգստացել է ժամը 11-ին, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ, հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին։
Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարը 10 միլիոն դրամ արժեքով հողատարածք Նապոլինիո օտարել է որդուն։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ նախախտելով օրենքով սահմանված հրապարակային սակարկությունների կարգը, որդու բացակայության պայմաններում 2019-ի մայիսի 6-ին ձևական կազմակերպել եւ աճուրդային հանձնաժողովի 5 անդամների օժանդակությամբ անցկացրել է աճուրդ վաճառք, որի արդյունքում հաղթել է որդին։ Ապա նախկին ղեկավարն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է կադաստրի կոմիտե եւ գրանցվել է նրա սեփականության իրավունք։ Նրան որդուն նաև հանձնաժողովի 5 անդամի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Եվ այսպես վարչապետը հանդիպել է աշակերտների եւ ուսանողների հետ։ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել գրառմամբ, որ աշակերտների եւ ուսանողների հետ հանդիպանը պետք է պատրաստվել առանձնահատուկ։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է եղբայրը Ավետիք Քերոբյանը, նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը։ Ավետիք Քերոբյանը ասել է, որ խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ։ Այժմ փորձում են հասկանալ իրավապահների գործողությունների պատճառը։ Որոշ տեղեկությունների համաձայն Քերոբյանի ձերբակալությունը կապված է փողերի լվացման հետ։ Հիշեցնեմ, Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը 2 ամսով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել էր եւս 2 ամսով։ Գործով 8 մեղադրյալ կար, մի մասն էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, մյուս մասը մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել էր 8 մեղադրյալից 6-ի նկատմամբ։ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց է ընտրվել 2 ամիս տնային կալանքը։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։ Հիշեցնեմ, Հարությունյանը ձերբակալվել է օգոստոսի 7-ին ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեղադրանքներով։ Նա երկամսյա ժամկետով կալանավորվել էր։ Դատավորների ընդհանուր ժողով է կայացել այսօր օրակարգում էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցներ։ Լրագրողները դատական անկախության, նաեւ վերջին աղմկահարույց գործերի վերաբերյալ հարցեր են ուղղել դատավորներին, սակայն մեծամասնությունը խուսափել է պատասխանից։ Ես մասնագիտացած եմ քաղաքացիական իրավունքի մեջ, առանց գործի մանրամասները իմանալու կդժվարանամ պատասխանել, բայց խնդիր բնականաբար տեսնում եմ ու չեմ բացառում, որ այո, որոշ դեպքերում քաղաքական ենթատեքստ կարող է լինել։ Այսինքն իշխանական հրահանգներով գործեր են դրանք։ Եթե տեսնում եք քաղաքական Ես այդ հարցին արդեն պատասխանեցի, իմ կարծիքը հայտնեցի։ Վերջերս դժգոհ էր, ասում էր դատարանները, դատավորները ժողովրդի որոշումներ չեն կայացնում։ Չեմ կարող մեկնաբանել քաղաքական գործի մեկնաբանությունը, որովհետև ես ողջ իմ գործունեության ընթացքում հանդես եմ եկել զուտ մասնագիտական տիրույթում ու չեմ ցանկանում շեղվել։ Ասում եմ, մեր երկրում կալանավորներն ավելի շատ են, կամ դատապարտյալները։ Ճիշտ ասած չեմ լսել, ճիշտ ասած։ Իհարկե անկախ եմ անում։ SMS չեք ստացել երբևիցե։ Երբևիցե։ Փաշինյանն ասում է չկա մի դատավոր, որի չկատարի։ Կներեք։ Ձեզ որ հրահանգ ինչ-որ մի բան անելու եք, թե Համատարած այս կալանավորումները, նաև արտադատության նախարարն է ասում, որ կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները։ Ինչու ենք այս վիճակում։ Ու չեմ կարող ասեմ, քրեական գործեր չեմ քննում, ոլորտին քաղաքացիական գործերով SMS, ուղղորդումներ, ԲԴԽ չի եղել, իմ հանդեպ հաստատ չի եղել։ Իմ հանդեպ միանշանակ չի եղել։ Հաստատ քննարկում չի եղել։ Որևէ քննարկում չի եղել։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանն է։ Էլ չեմ ուզում պատասխանել, դրան շուտ պատասխանել եմ արդեն։ Ուժային կառույցներն ասում են, դա ինչ անում են, իրանք ամեն ինչ անում են, որ արդարադատություն լինի մեր երկրում, միշտ դատարաններն են մեղավոր։ Դուք ձեր մեղքի բաժինը տեսնում եք այսօր մեր երկրում տիրող անարդարության մասով։ Ոչ։ Մենք ենք տեսնում, ինչ խնդիր ենք տեսնում դատարաններում։ Խնդիրներ շատ կան, բայց երկար խոսակցություն է, այստեղ ինչ են կարող մանրամասն պատասխանել։ Չէ, չեմ ուզում։ Լավ, դուք ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Երբևիցե SMS, ուղղորդումներ։
Դուք SMS չեք ստանում։ Նիկոլ Փաշինյանն ասում է Աջապայանին կալանավորելու ձեր խիղճը հանգիստ է։ որոշել եք լրել։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պատժաչափը նշանակվել է համապատասխան քրեական գործից բխող տվյալներից ելնելով։ Լրագրողների հետ զրույցում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանն է խոսել գործից։ Կալանքը որպես խափամիջոց են տրվել, կապ չունի պատժաչափի հետ։ Պատժաչափը նշանակվել է համապատասխան քրեական գործիքներից բխող տվյալներից ելնելով։ Ինչ վերաբերում է 6 տարի 3 ամսին, դատավճիռը դատալեքս դատական տեղեկատվական համակարգում ներառված է, տեղադրված է եւ ամբողջությամբ այնտեղ նկարագրված է թե կոնկրետ արարքի համար ինչ պատճառով է նշված պատժաչափը նշանակվել։ Ոչ մեկից չենք ստացել ուղիղ հրահանգ եւ դրա ստանալու իրավական հիմքերը եւ առիթները չկան, գործը քննվել է ըստ էության օբյեկտիվության սահմաններում, ընդ որում նշված քրեական գործով նշեմ, որ 4 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, 1 անձի արարքը վերավորակվել եւ աղամության անցնելու ժամկետի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, 1 անձի վերաբերյալ եւս նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, ընդ որում այդ մի անձի վերաբերյալ դատախազը նաեւ միջնորդել 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակել, այնպես չի որ Այսինքն դուք ուզում եք ասել, որ երբևիցե որևէ քննարկում ԲԴԽ նախագահի հետ, որևէ գործով երբևիցե չեք ունենում, չասեք էլի։ Անկեղծ ասած, նախկին ԲԴԽ նախագահին խոսքը Կարեն Անդրեասյանի մասին է, տեսել եմ 1 անգամ ընդհանուր ժողովում Դիլիջանյան սեմինարի ժամանակ հայտնի, իսկ պարոն Աթեբեկյան առհասարակ առիթ չի եղել հանդիպելու եւ առհասարակ քննարկում իրականացնելու։ Իշխող ուժից Նարեկ Ղահրամանյանը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ ապրել։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասել է, որ մարդիկ կան, որոնք Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիներ կան, որ ապրել են հայերի հետ Խորհրդային Միության տարիներին, բայց համաձայնեցված ու նախաստորագրված խաղաղության համաձայնագրում եւ ոչ մի բանակցություններում խոսակցություն չկա վերադարձի մասին։ Գուցե 50 տարի հետո գան Գառնի Գեղարդը տեսնեն վերադառնան իրենց երկիր որպես տուրիստ։ Կարող է հայերը նաեւ գնան, բայց դա որպես վերադարձ չի կարող դիտարկվել։ Ղահրամանյանն անդրադարձել է նաև Ալիևի խոսույթին, նշել, որ գուցե այնուամենայնիվ ինչ որ բան Ալիևի սրտով չէ համաձայնագրում։ Եթե չեմ սխալվում 3, այո, մեր խմբակցությունից Արման Եղոյանը դրել էր բան 2011 թվականի Իլհամ Ալիևի հայտարարությունը եւ ելի եմ ասում իր հիմնականում ներքին լսարանին ուղղված հայտարարությունները այդ մարդու մոտ չեն փոխվում ես իր արտահայտությունների վրա հայտարարությունների վրա չեմ հիմնվում ես հիմնվում եմ նրա վրա թե երկու պետությունների ղեկավարները ինչ են ստորագրել։ Դուք միշտ ներքին լսարանին եք ասում Ադրբեջանը լավ 30 տարի ներքին լսարանի համար ասեց այդ ամեն ինչը, բայց եկավ հասավ փաստորեն Արցախն էլ վերցրեց, ամեն ինչն էլ վերցրեց Հայաստանի տարածքներն էլ օկուպացրեց, բայց էլի ասում եք ներքին լսարանի համար։ Նայեք, ներքին լսարանի համար ինքը կրկնում եմ մեծամասամբ իր այն թշնամական հռետորաբանությունը, որ գործածում է, դա բոլորս էլ գիտենք, որ իր ներքին լսարանի համար է։ Դա այլ հոգեբանական պատճառներ ունի։ Իմ համար ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի եւ ես տեսնում եմ չբավարարված մարդու ինչ էր ուզում որ չստացավ միջանցք կոնկրետ Ես կարծում եմ ադրբեջանական խոչընդոտ միջանցք չէ, ինանք ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում իմ մոտ այդպիսի տպավորությունն է, որ բավարարված չի։ Դե հիմա ներկայությունը ճանապարհին երրորդ երկիր չի։ Նախ խնդրում եմ եկեք դետալների մեջ չխորանանք, որտեվ 5 սկզբունքները պահվելու է։ Այդ 5 սկզբունքների պահվելը հենց Ալիևի կամ ադրբեջանական կողմի սրտով չի եղել։ Ես կարծում եմ եւ որովհետեւ եթե ամեն ինչ իրանց սրտով լիներ, ամեն ինչ իրանց ուզածով լիներ, խի պետք է իրանք իրավիճակը սրեին օրինակ։ Ես պատրաստ չեմ, եթե անձամբ ինձ եք ասում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, այնպես չի որ այսինքն մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ կան, որ ապրել են հայերի հետ այն բան սովետական միության տարիներին, խորհրդային միության տարիներին, բայց ես ուզում եմ ելի եմ ասում, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության
համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնան, չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան տուրիստական, այսինքն երբ որ արդեն դե կարող է ինքնաթիռով գան, հիմա ես չգիտեմ, կարող է գան բանը Գառնի Գեղարդը տեսնան, վերադառնան իրենց եկել, որպես տուրիստ, կարող է հայերը նաև գնան, բայց դա վերադարձ որպես այդպեսին չի կարող դիտարկվել։ Շարունակենք, ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում ժամը 9-ի սահմաններում աշտարակ ապարան ճանապարհին բախվել են 2 Մերսեդես եւ Միցուբիշի մակնիշի մեքենաները, հաղորդում է Շամշյանը։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2-ը տեղափոխվել աշտարակ բժշկական կենտրոն։ Ժամանել են նաև Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, նրանք հոսանքազրկել են մեքենաները։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։